Մեր ընդհանրապես պետության հիմնադիր է, որ սա ասում է պետություն, արա պետության հիմնադիրը Ղարաբաղցի է։ Արա Մանուկյանը Ղարաբաղցի է։ Մենակ բացի այն, որ ինքն է Ղարաբաղցի, Սարդարապետի ճակատամարտի ելքը վճռել է Ղարաբաղյան Էցելազորը։ Բեկ Փիրումյաններն են, որ Ասկերանի Նախիջևանի գյուղից են, Քյաթուկ Նախիջևանի այդ գյուղախմբից։ Իրանք են վճռել այդ ճակատամարտի ելքը, որ նախ պետք է կռիվ տանք, այդ վախտել ոնց է, չէ, եւ դե տատանվում են, մեկը հելնում ասում է պետք է կռիվ տանք, ասում են դե դու կգնաս առաջինը։ Հա, ասել է ասի Էցելազորով կգնամ։ Եթե տենց սկսենք ենթաէթնիկ խմբերի բաժանել, այս պետության մյուս համայնքներն ասունցիները, մշեցիներն են, որոնք սա այդ Արագածի փեշերը մաքրել են, եթե չմաքրեին, մենք թոբաթ է ասենք դրոն կարար Բաշապահանի ճակատամարտ բանանել, տարտիկունքից պրոստը Թալինից կխփեին։ Թալինով է մաքրել Ճղնի ձորը, որ այսօրվա այդ Վայոց ձոր Արարատի մարզ այդ ստիկն է, էլի, առաջ կոչվում էր Ճղնի ձոր։ Սասունցիները, մշեցիներն են մաքրել, Զեյթունցիները, այսինքն հիմա ոնց դու կանգնես ասես, այդ մոռացեք, այդ մարդիկ կան։ Հիմա դու գնա, ասենք տուր սպանի Մեղրաձորցուն, որ ինքը մոռանա, որ իրանք եկել են Արցախ գյուղից։ Անդեն նույնիսկ հուշակար կա կանգնացրած։ Հուշակար ի պատիվ 1828 թվին Արցախից գալու։ Այսինքն դներ ջնջես այդ մարդկանց հիշողությունը։ Ուրցաձորցու հիշողությունը ջնջես, որ ինքն էլ է այնտեղից օրինակ եկել։